Բարի ժողովուրդ ջան։ Մի ասացված կա, շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Ինչի մասին է խոսքը։ 24 ժամ անգամ չի անցել, երկրորդ իմ այցելությունս Տիգրանաշեն, երբ որ ես վիդեոն տեղադրեցի, իմ մտահոգությունս եւս մեկ անգամ արտահայտեցի եւ փորձեցի ժողովուրդ ջան ձեզ բացատրել ինչքան վտանգավոր է այն անգամ մտքերի ծերով անցկացնեք, որ Տիգրանաշենը ստրատեգիցկի տեղ գտնվելով այդ տարածքը կարող է լինի ադրբեջանական։ Դա սկիզբն է Սյունիքը անջատելու Հայաստանից։ Ես դրանում չեմ կասկածում անգամ, որ դրա հետևանքները լինելու է ապագայում Սյունիքը կորցնելու վտանգի առաջ կանգնելու։ Հիմա կասես Արսեն, այսքան խոսում ես, հա, հերիկա, դե հիմի մի 15 վայրկյան ընդամենը, ես 3 հարցի եմ անդրադառնում, 15 վայրկյան դիտում ենք, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, բառացիորեն այսօր, այսինքն իմ ռոլիկից անցավ ընդամենը 8-9 ժամ և նմանատիպ խոսույթ ասեց Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնեմ բոլորիդ, ովքեր տեղյակ չեն, Նիկոլ Փաշինյանը դա սովորական Նիկոլ Փաշինյան չի ժուրնալիստ, նա Հայաստանի Հանրապետության վարչապետն է, թիվ 1 պատասխանատուն է, մեր սահմանադրության և մեր տարածքային ամբողջականության։ Դե լսեք ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, 15 վայրկյան, խնդրեմ։ Քարքին Հայաստանի տարածք չի, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք։ Շատ լավ, լսեցիք ինչ է ասում, անգամ Տիգրանաշեն չի ասում, ինքը ասում է հենց թուրքական անունները։ Առաջինը, ես ուզում եմ անդրադառնամ այն մարդկանց, ովքեր ինձ կոմենտարիաներում փորձում էին համոզել, թե Արսեն ջան, դու չես հասկանում, դե բունկերներ է սարքվում, ոչ մեկ ոչ մի բան չի ուզում հանձնել, թողեք մարդը աշխատի, այստեղ հենց հիմա ես այդ կոմենտարյան տեղադրում եմ, կարտացեք, հիմա ես քեզ և քո նմաններին եմ պատասխանում, հարգելիս, երկու տարբերակ, կամ դու նույնպես, ոնց ասեմ, կամ դու նույնպես լծված ես այս աշխատանքի մեջ, որպեսզի Տիգրանաշենը այլևս հայկական չլինի, կամ դու չես հասկանում ընդհանրապես ինչ է տեղի ունենում, ինչ է կատարվում մեր շուրջ բոլորը։ Ինչու եմ ես ասում, որ սա շատ մեծ վտանգներ պարունակող հարց է ժողովուրդ ջան, շատ մեծ։ Երկրորդը, ուզում եմ Նիկոլ Փաշինյանին դիմել։ Նիկոլ Փաշինյան, դու կարաս գետ մեկ փաստաթուղթ բերես, որը ապացուցում է, որ Ադրբեջան պետությունը դա երբ որ ինքը կազմավորվել է, այդ տարածքները եղել են իրանցը։ Կարաք ինձ մի փաստաթուղթ ցույց տաք, թե ինչ փաստաթուղթի հիման վրա են այդ տարածքները անցել Ադրբեջանի։ Միգուցե, տեսեք ինչ եմ ասում, միգուցե սովետական միության ժամանակ այդ քոշվորները դե իրանք սովոր էին ուրիշի տարածքներում մտնեին հոդերին արածացնելու։ Միգուցե որպեսզի իրանք ընդ տեղում ապրելու տեղ ունենային, գային իրանց հոդը արածացնեն, որպեսզի այդ հեշտացնեն այդ կոմունիկացիոն հարցերը տվել են էդի, ասել են դե սովետական միությունն նույն պետության մեջ ենք ապրում, ինչ տարբերություն է, մի ադրբեջանական է թե բան։ Այդ նույն Արցախի, նույն Նախիջևանի թեմաներն է։ Միգուցե դենց է տեղի ունեցել։ Եվ ով ասել, որ մենք պարտավոր ենք այդ տարածքը իրանց հետ տալու։ Հիմքերը, որ դա ադրբեջանական, այդ սովետական գծված քարտեզների հիմքերով հելնելը շատ վտանգավոր ճանապարհ է։ Երրորդը, սա ենթադրություն է ուղղակի և մտահոգություն է։ Ես երեկ իմ վիդեոյի մեջ նույնպես արտահայտվեցի և ասեցի, որ Նիկոլ Փաշինյան ամեն ինչ արա, որպեսզի փոխանակում տեղի ունենա, թեկուզ Արծվաշենի հետ, ոչ միայն այս տարածքի մասին, որպեսզի անկլավներ չլինեն Հայաստանի տարածքի մեջ։ Եվ նշեցի ինչու, անգամ ոտքով քայլեցի, ցույց տվեցի, որ 120 մետր է միջպետական ճանապարհից։ Այստեղ Արծվաշենի ու Տիգրանաշենի հարցը չի։ Միջպետական
ճանապարհի մասին է խոսքը։ Հիմի չելնես ասես, դե ուրիշ տեղով կսարքենք այդ ճամփեն, ինչ տարբերություն, ոնց որ եղավ Գորիսի այն մյուս ճանապարհի հետ։ Հարց եմ տալիս։ Կարող է մի օր, մի ձև, այսպիսի խոսույթ գա ձեր շրթունքներից։ Դե ջերմուկի այն տարածքում, որ արդեն նստած են ժողովուրդ ջան։ Օկուպացված այն տարածքներում, որ նստած են, մեզ ինչ պետք է այդ սև լճի այդ տարածքը, բան։ Եկեք փոխենք, բրզնենք։ Կարող է օկուպացված տարածքների հետ փոխելու տարբերակ առաջարկես։ Սա ուղղակի մտահոգություն է, սա ուղղակի հարց է, որ ես հնչեցնում եմ։ Իսկ ինչ մնում է այն խոսքին, որ այս ռոլիկից հետո ինքը ասում է, որ պետք է հարցը լուծվի այնպես, որպեսզի տեղում ապրող ժողովրդի համար դա լինի ընդունելու, հարգելի ՔՊ եւ հարգելի Նիկոլ Փաշինյան, չագերտներով հարգելի իհարկե։ Մենք լսել ենք մեկ անգամ, որ դուք ասել եք Ղարաբաղի հարցը պետքա, Արցախի հարցը պետքա լուծվի ընդունելի բոլոր կողմերի համար, թե տեղում ապրող հայերի, Արցախի տերերի համար, թե Հայաստանում ապրող Հայաստանի քաղաքացիների համար եւ թե Ադրբեջանի քաղաքացիների համար։ Եվ մենք տեսանք ինչպես լուծում ստացավ այդ հարցը, որ մի կողմը ստացավ այն ինչ ուզում է, երկրորդ կողմը ստացավ ահավիրք, բազմահազարանոց զոհերով եւ վիրավորներով։ Նենց որ դուք որ ասում եք, որ դա տեղային պետք է նենց արվի, որպեսզի մարդիկ նորմալ ապրեն, թույլ տվեք մեղմ ասած, այլևս ոչ մի անգամ չհավատալ ձեր ասած որևիցե մի խոսքի, դուք խաղում եք։ Իսկ հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, բոլոր ազգերին, որոնք համարում են սա իրենց հայրենիքը, կասեմ հետեւյալը. դուք հոգնել եք ձերը ունենալուց, դուք հոգնել եք ձերի համար պայքարելուց, դուք հանձնվելու հոգեբանություն եք ձեռք բերել։ Վայ մեզ, որ մենք արժանի չենք այն պարգասներին, լավ մնացեք։